պարոն Մանուկյանը բազմաթիվ առավելություններ ունի հակառակորդների նկատմամբ։ Առաջինը դա ես որպես իրավաբան գիտնական եմ ասում, դա իր գրագիտությունն է։ Այո։ Ինքը գրականագետ, բանաստեղծ մարդ է։ Ինձ երբեմն ասում են մի ասա, բայց ես պետք է ասեմ։ Ինքը չմոռանանք, որ ես որ իրան հանդիպեմ, իր արս ձեռքը համբուրելու եմ հանրահավաքի ժամանակ, որովհետև ինքը մի մարդ է, որ իր երեխային նենց է դաստիարակել, որ այդ երեխան գնաց հանուն Հայաստանի Հանրապետության զոհվեց, իսկ մեկ ասում են դեպի որ ասում ես դա շահարկման բան չի, դա փաստ եմ ես ասում, իսկ այսօր մենք քանի հոգի գիտենք, որ իրանց երեխեքը փախած տունը պահկված են, իսկ այդ մարդը իր եւ ես ինչի եմ հարգում Խաչիկ Մանուկյանին հատկապես Լուսինե ջան, որ ինքը այդ կորուստը ունենալով հանդերձ շարունակում է մաքարել հանուն Հայաստանի։ Ինքը ոչ այդ քաղաքապետի ես եմ իրան խնդրել, ես ճիշտ ասում, ես եմ իրան խնդրել, ապահովել եմ այդ հանդիպումը Արտուր Վանեցյանի հետ, Արտուր Վանեցյանն էլ այնքան հերատես մարդը հասկանալով, որ իսկապես արժանի թեկնածու, Արտուր Վանեցյանը կարող հանգիստ մեկին բերեր, մի հատ միլիոնատիրոջ ասես դու գնա քու մուրը քու գլուխը, սենց ժողովրդական լեզու, բայց ինքը նախընտրեց գիտնականին, ինքը նախընտրեց զոհվածի ծնողին, սա պետք է գնահատել, հասկանում եք, ես ինչ ասեմ, մի հատ կարճ բան ասեմ, Էշմիածնի ժողովուրդը, ես չեմ ասում վաղարշապատի, հիմար Էշմիածին է, ես հին մարդ եմ, էլի կոպիտ ասած, Էշմիածնի ժողովուրդը հետեպտի ձայն տա մի քաղաքական ուժի, որը անզիջում, անխնա, գիշատիչ պայքար է հայտարարել հայ եկեղեցու դեմ, հայ առաքելական սուր եկեղեցու դեմ, ոնց կարելի է նրան ընտրել։